Արդյոք ձեր ծնողների, տատիկների եւ պապիկների մոտ կան այնպիսի նշաններ, որոնք դուք կարող եք համարել նորմալ, սակայն դրանք նյարդաբանական տարատեսակ խանգարումների վաղ նշաններ են։ Եվ արդյոք հնարավոր է այդ նշանները ճանաչել եւ կանխարգելել խնդիրների առաջացումը։ Սա Dr. Srom YouTube-յան ալիքի նևրոլոգիկա նախագծի հերթական թողարկումն է, ես բժիշկ նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ, առաջարկում եմ միանալ մեր YouTube-յան ալիքին հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Այսօր խոսելու ենք մի անտրամաբանական երևույթի մասին։ Այդ անտրամաբանական երևույթը տարատեսակ խնդիրները տրամաբանական եւ բնական համարելն է բարձր տարիքի անձանց մոտ։ Որոնք են դրանք։ Դրանք 4-ն են։ Առաջինը հիշողությունն է։ Ընդունված է համարել, որ բնական է, որ մարդիկ կորցնում են իրենց հիշողությունը, վատանում են նրանց հիշողությունը, սակայն դա այդպես չէ։ Ամերիկյան եւ արևմտյան երկրներում արված հետազոտությունների համաձայն միջինում մինչև 70-ից 80 տարեկանը մարդիկ պետք է պահպանեն իրենց հիշողությունը ամբողջ ծավալով, իսկ եթե ավելի վաղ տարիքում սկսում են նկատվել հիշողության խանգարումներ, հատկապես հիշողության խանգարումներ կապված թարմ հիշողությունների, առօրյա գործունեության, կարճաժամկետ հիշողության հետ, ապա դրանք նշաններ են սկսվող նեյրոդեգեներատիվ, ուղեղի հյուսվածքի, քայքայման հիվանդությունների։ Այնպես որ եթե ձեր ծնողների կամ տատիկների մոտ նկատում եք հիշողության վատացում եւ թուլացում, դա միշտ չէ, որ անմեղ խնդիր է պայմանավորված տարիքով։ Հաճախ դա ավելի ծանր հիվանդությունների վաղ ախտանիշ է։ Իսկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դաժան են։ Դրանք անդրադառնում են ոչ միայն հիշողությանը, այլ նաեւ մարդուց կարող են խլել տարատեսակ ամենատարրական գործողություններ կատարելու ունակություն։ Երկրորդ խնդիրը դողն է։ Դողի մասին կարող եք դիտել մեր նախորդ թողարկումներից մեկում։ Չգիտես ինչու ընդունված է համարել, որ բարձր տարիքում դող ունենալը բնական է, սակայն դա այդպես չէ, դողը եւս կարող է լինել ահազանգ, ազդանշան, զարգացող, ձևավորվող նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին։ Մի անտեսեք դողը եւ եթե նկատում եք ձեր հարազատների մոտ, ապա ժամանակն է նյարդաբանի հետ խորհրդակցելու։ Երրորդը շարժումների դժվարացումն է, շարժումը ասելով նկատի ունենք ոչ միայն ընդհանուր ամբողջ մարմնի շարժումները, այլ նկատի ունենք անգամ դիմախաղը, միմիկան։ Շարժումների դժվարացումը, աղքատացումը, դժվարացած քայլքը, քայլքը առանց ձեռքերը շարժելու, փոքր մանր քայլերով քայլքը վկայում են եւս զարգացող ձևավորվող նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին, այնպես որ եթե ձեր հարազատը շարժվում է դժվարությամբ, փոխվել է շարժումների ծավալը, նկատում եք սառած դեմք, միմիկայի բացակայություն, ապա եւս պետք է անհանգստանալ եւ դիմել օգնության։ Եվ վերջինը քունն է։ Մեր մեծերը, ծնողները, տատիկ-պապիկները հաճախ արթնանում են վաղ, որպեսզի հասցնեն մեր մասին հոգ տանել, սակայն երբեմն նրանք ոչ թե վաղ են արթնանում, այլ առհասարակ ամբողջ գիշեր չեն քնում։ Երբ բարձր տարիքի անձանց մոտ սկսվում է անքնություն, դա ախտանիշ է, նշան է, որ նրանց ուղեղում սկսվում են այլ բնույթի պրոցեսներ եւ փոփոխություններ։ Քնի խանգարումների մասին մենք ունենք առանձին անդրադարձ, առանձին թողարկում, բայց այս հարցը պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում։ Մեծերի մոտ սկսվող նյարդաբանական խնդիրները հաճախ ճչացող չեն։ Դա ավելի շատ նման է շշնջոցի։ Մեր խնդիրը որպես բժիշկներ եւ որպես զավակներ այդ ամենը ժամանակին նկատելն է։ Սա նևրոլոգիկայի հերթական թողարկումն էր, իսկ մեր մյուս թողարկումները բաց չթողելու համար միացեք Dr. Srom YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։